Հանուն ինչի քվեարկեցիք։ Հանուն փոփոխությունների, հանուն իշխանափոխության Գյումրիի եւ հանուն երիտասարդության լավի նորության։ Պարոն Սիմոնյան, կոալիցիա հավանական, այսինքն համագործակցության ու կոալիցիայի հարցն է քննարկում այսօր ընդդիմադիր ուժերի մեջ, միջև ձեզ հետ այդ հարցը քննարկվել եւ ձեր դիրքորոշումը ինչպիսին է, թե ձեր շատ ձայն հավաքելու պարագայում եւ թե մի քիչ ձայն հավաքելու։ Առաջի օրվանից եւ ամենաառաջինը մենք ենք եղել դիրքորոշում հայտնողը, որ գնում ենք մինիմալ ծրագրով, որն է քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը եւ մաքսիմալը այն կողմնայեք մեզ հետ զրուցեք, բայց եւ մաքսիմալը դա ստանձնել քաղաքի կառավարումը եւ տալ փոփոխություն, որակ, նորություն եւ բացարձակապես կապ չունի մենք ենք դա մեր ձեռքերով իրագործելու թե ընդհանուր ընդդիմադիր դաշտը եւ կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի առանց պաշտոնակրվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը եւ նաեւ պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք Մայր Հայաստան դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք Գյումրի քաղաքում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այն առաջարկությունը, որ եթե ինքը ավելի շատ ձայներ հավաքի, մյուս ընդդիմադիրները քիչ իրեն միանալ, դուք պատրաստ եք միանալ։ Առաջինը մենք ենք հայտարարել եւ իմ շուրթերից է լսվել ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն աթոռակրվի, հանուն ինչ-որ ամբիցիաների եւ մենք դրան մինչեւ վերջ դեր ենք կանգնելու։ Եվ Գյումրեցին չի զգալու մեր կողմից, որ իր քվեն անտեր մնաց։ Դուք կարծում եք, որ սա Գյումրիում ներողություն եմ խնդրում։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունները եւ սովորաբար Դուք կարծում եք, որ վերջին շրջանում իմ ընտրությունները դրանք պարզապես համայնքային ընտրություններ են քաղաքական ուժերի միջև, թե սրանք իսկական քաղաքական ընտրություններ են ԿՊ-ին հեռացնելու կամ ԿՊ-ին զարգացնելու համար։ Վերջին շրջանը ո՞ր շրջանի Վերջին 4 տարին են, համենայն դեպս պատերազմից հետո կարծես թե բոլոր ուժերը գնում են առաջինը կառուցողականության դաշտ կոնկրետ ընդդիմության հետ եւ շատ համառ կռվի մեջ է մտնում իշխանությունը ամեն գնով, ինչպես որ այսօր ձեզ մոտ են որոշ դրսևորումներ նկատել։ 21 թվականի թիմ ընտրությունները չունեն նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաեւ մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել չարիքի իշխանությունից։ Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեին եւ մենք հասցնենք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացադրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընտրակարգով, ընտրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետև գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը, այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք ենք։ Պարոն Սիմոնյան, իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անդադ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի, մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին եկելի ձայն տալու գալու են։ Այսինքն այսպեսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ իր համար ցած սարքել, որը այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ իրենց կարող են կերակրել թեզերով այսօր։ Գյումրեցիները դուք շփվել եք, դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեմ, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել անսահմանափակ եւ հրավիրել նաեւ
ուրիշ մարզերի երեխաների, որովհետև Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարն էր պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնի բուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի եք անում, իրանք են պատասխանել, թե 15000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գան կանենք, մենք գյումրեցի չենք։ Այսինքն գյումրեցիները չեն ցանկացել այդ Գյումրեցին չի անում, պես բան, չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ են դուրս գալիս եւ միանում մեզ, մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ պաստառները, պոգել են, նկարել են եւ ուղարկել են ինձ իմ անձնական Facebook-յան էջին, որ տեսեք, մենք ենք դա անում, առանց ճանաչելով ցեզ, ուրեմն ես հասկանում եմ իրենց վախերը, իրենց այդ վերջին 2 օրվա բռնաճնշումները, որ նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ եւ շտաբի պետի հեռախոսը, բոլորս գիտենք, չէ՞, 21-րդ դարում հեռախոսն ինչ է իրանից ենթադրում։ Ամբողջ ինֆորմացիոն դաշտը այնտեղ է եւ խելելով այդ հեռախոսը փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց իրենք չպատկերացրեցին, որ մենք շատ ավելի պրոֆեսիոնալ ենք եւ մեկ մարդուց կախում չունի մեր թիմը։ Յուրաքանչյուրը իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու, գերազանց անցկացվեց եւ հիմա էլ շարունակում է մեր թիմը բոլոր ոլորտներում առաջատար դիրք եւ կոչ եմ անում գյումրեցիներին ընտրատեղամաս հաջախելուց լավ հասկանան, իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց կհասկանան, որ դա նաև իրենցն է եւ հենց իրենցն է, ոչ թե ինչ որ մեկը մայլի տղեկով հավաքված նստած փորձում է խելքների փչածը անել, այլ ստեղծելու են նաև քաղաքապետարանին կից կառույց, ովքեր բանիմաց մարդկանցով են համալրված եւ կարողանա ճիշտ լավ մեթոդներով, նոր մոդելներով քաղաքի կառավարման որակը փոխել, նաև վերջ տալով, այո, նաև վերջ տալով այն թայֆաբազությանը եւ կերտելու նորը։ Եվ գյումրեցիները պետք է այս պահին հասկանան ողջ լրջությունը, իրենց քվեի ողջ լրջությունը հասկանալով պետք է ազատվեն այդ իրենց համար չսիրված, այսպես նուրբ ասեմ, նախքին բարք ու վարքերը։ Հաղթումների մասին ահազանգ երկար, մասնավորապես գծի հետևից, ինչ որ Ես գալիս եմ այնտեղից եւ ձեզ կարող եմ թույլ տուր ես պատմեմ, հա, շատ Ուրեմն ասեմ, ներողություն Սուսի ջան, պատասխանեմ։ Ներողություն պատասխանեմ ու դառնամ ցեզ։ Երեկոյան մեր համակիրներից նորից նկարահանել են ավտոբուս վրացական համարներով, որը Բերլին հոթելի դիմաց է կանգնել եւ այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել այնտեղ։ Խորհուրդ կտամ նաեւ գնաք Բերլին հասկանաք։ Ես ասում եմ վրացական համարներով, ես չգիտեմ մեջից Ջավախ հայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, թե ովքեր։ Գնացեք նաեւ այնտեղ լուսաբանեք, հասկացեք ովքեր են այնտեղ, բայց այս վերջում մի բան էլ ականատես եղա, մի Ջավախահայ կնոջ, երբ որ հարցրեցին, ասում են, որ Ջավախահայությունը գալու է քվեարկի, պատասխանեց, ասավ, ինչի հո մենք անթասիբ չենք, որ Ջավախահայ ենք, ուրեմն պետք է, այսինքն նրանց բերել են այստեղ, որ իրենց քվեարկությունը իրականացնեն, ինչ որ մեկի համար, համենայնպես այդ ռեսուրսը կարող է իմ կարծիքով դա է, իմ կարծիքով դա է։ Լսել ենք թոշակներով են սպառնացել, թե իբր կկտրենք, եթե դուք չգաք այստեղ։ Չգիտեմ, մենք դեռ կհասցնենք ստուգել, բայց ես ձեզ ասեմ, որ մենք Սարիկ Մինասյանը, այսինքն իշխանական տեխնացուի թաղամասից են գալիս, որտեղ երկու ընտրատեղամասեր իրար մոտ են եւ նրանց հենց արանքում եւ 50 մետրը չգերազանցող տարածքում, այսինքն արդեն օրենքի խախտումով գտնվող տարածքում նրա շտաբն էր, որը արտաքին պատերից չուներ որևէ նշան, որ ինքը շտաբ է, բայց ներսում, ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի որջ են ստեղծել եւ այդ տեղով են մտնում դուրս գալիս կամ այդ տեղով են անցնում ընտրողները դեպի տեղամասեր։ Մենք իհարկե տեսանյութերը ունենք, մենք նաեւ ստիպել ենք, հարկադրել ենք ոստիկանությունը, որ արձանագրություն կազմի, այդ թվում հայաքվեին։ Ձեզ ասեմ, որ դիտորդական առաքելություն իրականացնող թերևս միայն հայաքվեներ, որ փորձեց արձագանքել, մյուսները առանձնապես
վրթոված չէին ու չէին էլ փորձում ստուգել։ Եվ ասեմ, որ մեքենաները կանգնած էին իրենց մեջ մարդիկ հսկում էին ամբողջ շարժը։ Դուք կարող եք ասել այսպիսի դեպքերը կազդեն ընտրական արդյունքների վրա, թե ոչ։ Շնորհակալություն ձեզ, որ հենց հիմա ամբողջ Գյումրիին եւ գյումրեցիներին բացադրեցիք ինչ է տեղի ունենում։ Գյումրեցիներ ձեզ տեսնեմ, արժանի պատասխանը տվեք, արժանին ստացեք, ես ձեզ վստահում եմ։ Սարիկ Մինասյանը վստահ է, որ ինքը բացարձակ առաջատարն է։ Եթե Նիկոլ դառնա քաղաքապետ, ընտրվեք, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը գան Գյումրի, դուք որպես քաղաքապետ կգնաք նրանց դիմավորել։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիկուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Այսքանը ձեր հարցի պատասխանը։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչ մտավախություններ ունեք ընտրությունների հետ կապված։ Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել։ Համոզված ասում եմ, եթե չլինեն դրա կեղծիքներ, այսօր 22:00-ին արդեն բոլորս ծափ ենք տալու, շամպանսկին բացելու ենք եւ շնորհավոր ենք Եթե իրեն։ Սարիկ Մինասյանը հաղթի, կշնորհավոր եք իրեն։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի Բացարձակ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի 10%-ից ավել քվե, այդ 10%-ից 9.7%-ն էլ վարչական ռեսուրսի չարաշահումն է, հետևաբար ինչի մասին ենք խոսում։ Շնորհակալություն ձեզ։ Խուզարկությունների հետ կապված ինչ կասեք, որովհետև Ինչի հետ կապված։ խուզարկությունների Ոչ մի բան չհայտնաբերեցին, հացարձակ ոչ մի բան։ Փայտը մեր իրավաբանի մեկնաբանելով տեղեկություն է եղել, որ այդ փայտը վերցրել են Սարիկ Մինասյանից։ Անկամ ինչ որ Դիոները կա, ես չգիտեմ։ Փայտը ինքն է տվել։ Հա, այդ աղջիկը դիմում է գրել, որ փայտը պետք է։ Հիմա ինչ որ գրական վարույթ։ Իրենք փորձեցին այդ վերջի օրը մեր աջող վարկանիշի վրա ցեղ շպրդելով ինչ որ դիվիդենդներ շահել, բայց Գյումրեցին չի հավատաց, որովհետև հաթաթ տեսել է ես, բանվոր ժամանակից ոնց եմ կառուցել, ավելացրել եւ նպաստել նաեւ մեր Գյումրու հասարակության որակի փոփոխությանը։ Ինչով են դրսևորել եք, կներեք, դուք նախկինում եք քաղաքական ակտիվություն դրսևորել եք, օրինակ վերջին 4 տարում։ Չէ, ես Որտեղ ձեզ հիմնականում ճանաչեցին մարդիկ հենց այս առաջադրման պատճառով, եւ ձեզ Coca-Cola-ի կարեն էին Չէ, Pepsi։ Այդ ինչ մրցակցային բանացություն է։ Pepsi Cola։ Դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք եւ Արցախի կորստից հետո ինչ որ քայլեր արել եք, թե ոչ, որոնք ձեզ Արցախի կորստից հետո միակ բանը, որ հիշում եմ, հորեղբայրս Մոսկվայից զանգահարեց եւ երկուսով մոտ 20 րոպե չենք կարողացել հեռախոսով խոսալ, լռել ենք ուղղակի։ Այսքանը կասեմ։ Շնորհակալություն ձեզ, հորեղբայր։ Եթե հանկարծ չեք ընտրվում, բոյկոտ Ամեն դեպքում այն հնարավոր մեթոդները, ինչը որ փորձելու է կանգնեցնել իրենց ընդրակեղծիքները եւ իրենց վերարտադրությունը փորձելու են կանել։ Իդե բանավեճը ձեր ռեյտինգի վրա ազդեց թե իջա, պարոն Սիմոնյան, այն որ ձեր գլուխը մի պասից բռնել եք եւ որ վայ մամա ջան այսօր եմ ընկել, տես մի բան է։ Գնահատականը տալիս եք դուք, նաեւ ինչքան հիշում եմ դուք եք գրառում արել բանավեճից հետո եւ ձեր նման մարդիկ, ովքեր ռեալ կարող են փաստել եւ իրերը կոչել իրենց անուններով։ Ձեր ֆոլոուերները գործընկերս ասում եք օգնել այս օրերին Քարոզարշավի փուլում ընտրություններից առաջ։ Ինչ օգնություն եք ցույց տվել, օրինակ ինչ եք արել։ Ժպտացել եմ, այն լավ բարի էմոցիաներն եմ տվել դրական եւ նույնը ստացել եմ։ Ընդամենը։ Ձեր բնակավայրում Դա ամենամեծն է, ոչ թե ընդամենը։ Դրանից վեր բան էլ գոյություն չունի։ Չէ, նկատի ունեմ ինչ որ շահագրգռով բան, որ Դե լավ կարող է, է ձեզ քվեարկել։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում Ասեցի, պատրաստ եք ժպիտ ձեր ստացած Ձեր ավակ ժպիտը կստիպի, որ ձեր ստացած Ոչ, մանդատներից ժպիտը կստիպի, որ բոլորը հասկանան, որ մենք մաքուր ենք։ Մենք գալիս ենք դրական փոփոխություններ բերելու։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք, ասենք ստացել եք 5 կամ 10 մանդատ, եթե չեք ընտրվում քաղաքապետ։ Ամեն դեպքում պատրաստ եք որպես բոյկոտ հրաժարվել այդ մանդատներից, որովհետև եթե բոլորը հրաժարվեն, բնականաբար ավականին չի Եթե ձևավորվի։ մեթոդներից մեկը հենց դա է, որի արդյունքում է լինելու քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը, ուրեմն պատրաստ ենք։ Պարոն Սիմոնյան, ասում եք առ ժամանակ է Քարոզարշավի համար, չհասնենք
իմ կարծիքով դա վստահություն չի, դա մանիպուլյացիա է, որ հող նախապատրաստեն իրենց կեղծիքների, որ տեսակ մենք գիտենք, որ մենք այդքան ձայն ունենք եւ մենք ունեցանք։ Հող է նախապատրաստվում նրա կեղծիքները լեգիտիմացնելու։ Ձեր թաղամասում էլ ձեր ընկերները, ձեր բարեկամները այդպես մեքենաներով հատուկ դիրքավորված վերահսկում են ձեր բնակիչներին, որպեսզի անպայման գան եւ քվեարկեն։ Այսպեսի կասկածելի դրվագներ տեսնում եք։ Չունեմ նման տեղեկություն։ Պարոն Սիմոնյան, ձեր հավաքած ձայների մասով դուք ինչ պատկեր կանխատեսում ունեք, քանի տոկոս կավաքեք, 50+ կանցնեք թե ոչ, թե առհասարակ կկարողանաք հաղթահարել անցողիկ շեմը։ Դեռ չունեմ գուշակության այդ մագարտակը, որովհետեւ Նո որոշակի վերլուծություն կարծում եմ կլինի, չէ՞։ Օրինակ արդեն շուրջ կազմակերպություններ արել են այդ տոկոսները բաց։ Կարող եմ իմ անձնական կարծիքը չկիսվել օտարների հետ։ Դուք քաղաքական լուրջ հայտ եք Օտարներ ենք։ Չէ, ընդհանուր։ Ես պայն ամբողջ աշխարհն եմ նայում։ Իսկ ընտրությունների մասնակիցների Օրինակ Սարիկ Մինասյանն ասում է ես կհաղթեմ բացարձակ բան եմ առաջատար եմ։ Վարդան Ղուկասյանն էլ ասում է բացարձակ առաջատար։ Աստված իրենց հետ։ Կներեք մի հարց էլ, դուք քաղաքական լուրջ հայտ եք ներկայացել, բիզնեսմեն եք, կվերադառնաք ի վերջո բիզնես, թե քաղաքականության մեջ կամրացնեք ձեր դիրքերը ամեն դեպքում։ Անկախ Եթե ես արդյունքներից։ փորձել եմ հասարակական կյանք մուտք գործել եւ զգացել եմ, որ կարող եմ այդ իմ ներուժը դնել Գյումրիի զարգացման մեջ, ուրեմն ընթացքը ցույց է տալու։ Իսկ ավելի մասշտաբային գործընթաց քաղաքական Եթե կարողանալու եմ օգուտ տալ։ Եթե Եթե կարողանալու եմ ընդդիմությունը դուք ակտիվություն կդրսևորեք այս բանը։ Եթե օգուտ է տալու մեր երկրին, մեր քաղաքին, ուրեմն անպայման։ Եթե միշտ վերջում է երևում, պարոն Սիմոնյան, մենք բոլորս Դրա համար ես էլ վերջում կպատասխանեմ, ոչ թե հիմա։ Չեք թողում գնալ, ես էլ կուլտուրային զոհ եմ գնում, զգում եք, չեմ ուզում դառնալ գնալ։ Դուք ընթացից նաև Բան չունեմ ասելու։ Այս պայն ունեմ տվյալներ, որ ավելի ակտիվ է, քան նախորդ ընտրությունների այս ժամանակահատվածը։ Մոտիվացիան Իմ կարծիքով բնակիչները, գյումրեցիները հասկանում են, որ նաև ճակատագրական է իրենց քվել։ Իդեպ մոտ 2000 մարդ ավելացել է այս տարվա ցուցակներում։ Դուք այդտեղ ինչ-որ խնդիր տեսնում եք, դեռ չեմ մեկնաբանել միգրացիայի։ Արդյունքներից սպասք դառնա։ դուք խռովեք գյումրեցիներից, Ես ոչ մի դեպքում չեմ խռովի։ Ոչ մի դեպքում չեմ խռովի, որովհետև Սարիկ Մինասյանը չի կարող գյումրեցի քվեով հաղթել։ Սարիկ Մինասյանը կարող է միայն հաղթել ընտրակեղծիքներով։ Դուք զրահապատ մեքենայով շրջելու խնդիր ունեք Գյումրիում, Վարդան Ղուկասյանն ունեք զրահապատ X5-ով եք, ձերը չէ ոնց։ Իրա վրա հարցակում է եղել, ինքը դրա իրավունքն ունի։ Դուք ստեղ գյումրեցիների հետ կապված վտանգ չեք տեսնում, Իմ վրա հարցակում չեմ տեսել այս։